Բարև ձեզ ժողովուրդ, այսօր խոսք է տվել, որ էֆիր կլինի, և էֆիրը սկսենք իրար հետ բոլորս։ Ուրեմն հիմա խոսանք թեթև թեմաներով, ոնց որ միշտ, հետո կանցնենք մեր թեմաներին։ Ուրեմն պարոն Պուտինը, որ փոխեց իր արես Ինչ-որ բան դեց չեմ դրել։ Ժորժյան, ինձ տեսնում եք, թե չէ լայքը կամ ինչ-որ բան գրեք։ Լավ, ինձ թվում է տեսնում եք, որովհետև տեսնում եմ, արդեն մարդիկ մտել են, էմոցիոս չտալի էլի։ Լավ, Պուտինը չգնաց օրը փոխեց։ Այսօր շատ լավ մի կին կա, Մարիչ Լինգարովը, ասեց բանից ստրելկից թռնող է, ժամոյից թռնող է, ամեն ինչը։ Ժորժյան, ձեզ բոլորին բացատրեմ, որ ես 2 տարի առաջ Սոչիում էի, եղբորս մոտ էի, ուր էի, դոյարնի եղբայրս է, Պուտին էր եկել Սոչի, դուք չեք պատկերացնում ինչ էր կատարվում Սոչիում, սաղ ճանապարհները փակած, պատվոդնի լոկեքը բանում ծովում, վերտալյոտները օդում թռնելով, սաղ ֆուրերը ափին բան արած, как всегда, любой садист это трус, любой трус это садист. Ну вот как-то так. Բայց ներվերից ասում եմ, որ բան չեմ տեսնում, որ նայում են, թե չեմ մարդիկ։ Լավ, անցանք։ Լավ, Ժորժյան, արդեն ժողովուրդը հավաքվել է, սկսենք մեր թեմաներից։ Լրիվ ուրիշ թեմաներից պետք է խոսեի, այդ թեմաներից խոսանք իհարկե, բայց խոսեմ Լևիկի մասին։ Լևիկ Քոչարյան։ Գիտեք, բանը հին արաբական հեքիաթների մեջ կար մի հատ բան վախենալու պլեմիա, որ իրանք ալու են, այդ մանգոլների մասին էին իրանք։ Որ պլեմիա Յաջուջի Իմաջուջի, որ իրանք մտեն անիդիկի։ Հիմա այդ Յաջուջի Իմաջուջի մտել են Հայաստան, մտել են մեր պարլամենտ, ու չգիտեմ ինչի է մեր պարլամենտը դա թույլ տալիս։ Ախր մենք առաջի անգամ մեր պատմության մեջ парламенте видим нормальные лица. Нормальные лица мы видим. Մխտար Հարապետյան, Ալեն Սիմոնյան, Վագն Ալեքսանյան, բոլորի անունը չտամ, երկար պետք է ասեմ. Но мы видим нормальные лица. Ու вдруг մտնում են սրանք։ Ուրեմն տեսեք ինչ են անում։ Իրանք հարձակվում են կնոջ վրա, Վագն Ալեքսանյանի մայրիկի վրա։ Դոյս իրանք տորմուզ չունեն, սաղ նորմալ է իրանց համար, բայց բան ասելուց հետո իրանք պաղկվում են կնոջ մեջքի հետևը, ախր հասկանում եք ինչ է կատարվում, որ իրանք շատ լավ գիտեն հայը, հայաստանցի հայը, Երևանն է, Գյումրին է, Քյավառն է, բան կնոջը բան չի ասի, հիմա այդ պարլամենտում այդ տղեկը, կստացի լավ էլ դուխով տղեկ են, այդ կանած չեն բրդի, որ իրանք խփեն, իրանք շատ լավ դա հասկանում են, կստացի Լևիկ ինձ հիշում ես, լավ ես հիշում, դու են մեր Արտուր Աբրահամի հետ էիր, չէ, իր այդ էր ֆրֆրում, ցույց էր տալի, որ ծվախրանիցին ուներ, կստացի Արտուր Աբրահամը շատ լավ տղա է, բայց իր այդ էր ֆրում, որ քեզ բան չասեին, ինձ հիշում ես, օգնեց, Արտուր Աբրահամը քեզ օգնեց, արա այ ուբլուդեք, դու հայույանք ես տալի կանանց դեմ, կանանց մեջքի հետևը պաղկվում ես, հետո թռնում ես զալից, անունը տիժ դրեմ, Երևանում քեզ չեն հասկանալ, հիմա կասեի ինչ էին անելու վրետ Երևանում, այդ այնց պահվածքով մարդուն, ոչինչություն, ու թռար արա, մի անգամից պրիշում դագավարյոնն ես եղել է, կանայք մի անգամից բան արեցին, դուս թրան դեմը, ինքը հետև է պատի մեջ, արա ողպան վրետ, արա դու տղա ես, չեմ, ես դիմում եմ մեր կառավարությանը, դուք չգիտեք, որ ուս խորհուրդները, ես ձեզ փաստ եմ ասում, եթե պետք է ինձ անգեք, ես ձեզ շատ մանրամաս բացատրեմ, փաստ եմ ասում, ուս խորհուրդներում, գրում են, ուրեմն մարդուն չհարցնելով, որ դու ուս խորհրդում ես, մեր սա բուերում, ու ինքը ավտոմատ մտնում է, կամ հանրապետական, կամ մայր Հայաստան, որ Քոչարյան դրել է, կամ այդ բանը, ավտոմատ, այդ օծի բունը կարակ հանդեք,
դուք հասկանում եք ում եք բերում մեր գլխին, դուք ձեր ձեռքով։ Ով է ձեզ խանգարում ազգային ժողովը, ով է խանգարում, որ դնեք քվեարկեք, որ ինքը ազգային ժողովից դուրս գա։ Ով է ձեզ խանգարում Դաշնակցություն կուսակցությունը արգելեք Հայաստանում։ Գերմանիայում վերցրեցին, Գերմանիայից շատ դեմոկրատ եք ուզում լինեք, Գերմանիայում վերցրեցին ու զրկեցին կուսակցություն իր ամեն ինչից, որը պրոռուսական էր։ Մենք այդ հնարավորությունը չունենք, թե Նիկոլ դեմդ ինչ են դրել, ես չեմ հասկանում։ Ես այսօր նիկոլական եմ, էլ եմ կրկնում, որովհետև ես ալտերնատիվա չեմ տեսնում, կամ նրանք են, կամ սրանք են։ Ալտերնատիվա տեսնեմ, ես հա, ասեմ, այնի ավելի լավն ավելի ժոստի է եւ այլ։ Բայց այսօր հա, ես Նիկոլն եմ պատիժ կանել, որովհետև կամ էսա կամ նրանք են։ Բայց այդ աստիճան հասնելը չի կարելի։ Մեղք ենք։ Ռոբերտ Քոչարյան բանը դատախազը խոսում է բանը քննչականի պետը 1500 օբյեկտ։ Ժողովուրդ ջան, 1500 օբյեկտ։ Դուք իրակադրերը հագցում են Ռոբերտ Քոչարյանին, ոնց է ինքը եկել Հայաստան։ Այն եղնիկներով, սվիտերով են չումախոտ մի հատ։ Լևիկ քեզ էլ եմ ասում, չումախոտ։ Դուք Երևանում ելներ, ժողովուրդ 1980 sense բան երբեք չեմ ասել էֆիրում։ Դու Երևանի տղաներ օրը մեջ շիշիկ էին անելու վրետ։ Քու նմանները չեն ապրի, կնոջ հետևը բախկվել։ Ասել հեսա քրֆելու եմ բանը հերախոսի մոտիկ պայի որ լսեն։ Որ նրանք չլսեն, դու զապիս անես եւ այլ եւ այլ։ Արա Էլի եմ ասում, դուք այդ ձիկը էպլեմ է, դուք ադրբեջանցի եք, դուք հայ չեք, էսի հայի պայված չի։ Ժորժիա, լավն էր, վատն էր, այդ 90 թվերին Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, որ եկավ պարլամենտը, ես Լևոն Տեր-Պետրոսյանն էլ տանել չեմ կարող։ Բայց իր ժամանակ պարլամենտ ամենաինտելեկտուալ պարլամենտն էր, այնտեղ այդ բանը բացառվում էր։ Հետո Լևոնը եկավ թույլ տվեց այնտեղ պարլամենտ մտավ, էնի, խուլիգանությունը մտավ, Վանոն մտավ։ Հիմա մի քանի մարդ կան, որ բանը Վանո Սիրիադեղյանը, արա դուք չեք հիշում Վանոյի վաղ ինչ էր կատարվում։ Էդի այնտեղից սկսավ, այս ինչ է եկել է հիմա, էդի այնտեղից սկսավ։ $1500 օբյեկտ, հետո իսկ եթե օրը մի օբյեկտ ինքը մտնի, 4 տարում նոր վերջանալու է, որ ինքը սաղ իր օբյեկտները նայի։ Արա այդ փդած վիտերով, այդ բանով որ մտել ես։ Գրզոն էֆիրում ասեց, հա, գրզոն չի եղան, որ իրան գրզոն ասում, ժողովուրդ ջան։ Հա, իր էֆիրում բանը մի անգամ ասեց, ասում է Սերժ եկել էր մի բոթաս էր, մի բոթասից մեծ էր, ռազմերները տարբեր էր։ Кстати, Սերժեն Սաշիկին, Ռոբերտ Քոչարյանը объедки կաթողել։ Это были объедки, որովհետև ինչը կար տարել էր։ Արա 1500 օբյեկտ ձեռեք առնում։ Ու մինչև հիմա քնչականը հələ մենք կմտած, հələ պետք է բադի։ Դրա համար եմ ասում, ախ Վազգեն։ Տեսեք, ես չեմ ուզի հիմա Վազգենը լներ, որովհետև Վազգենը ինքն էլ օրենքով չկնում։ Ինքը պրոստը խանդտենում էր, գլխից խփում էր։ Բայց հիմա անենց է պետք այդ Վազգենը ստեղ։ Ես ինչ եք անում, արա։ Մեր պարլամենտն զրկեք, կարա քվեարկեք, իրան զրկեք, չէ՞։ Բանից, մանդատից, դիպուտատի։ Կարակ այդ անեք, թե չէ։ Ես ինչ եք անում, ձեր ցավը տանը։ Տղեկ, ձեզանով մի մտածեք, որ դուք նորմալ մարդիկ են, նրանք էլ են նորմալ չեն, հրեշա, это спрут։ Ռուսաստանը մի հատ ռակա է երկրագնդի վրա, ռակը օպուխել, այդ մետաստազը Հայաստանին է տվել, կամ կտրում ենք, կամ հիվանդանում ենք, հետում ենք։ Ես Մերձավանում դասատուի մասին, նույն թեմայից է, նույն թեման է գալիս, կնոջի կպնել, ես չեմ հասկանում, արդեն հանեցին տնորենին դպրոցի որպես տնորեն բան ուրիշ են բերում, ասեցին հատուկ կոնտրոլի տակ լինելու բան, արեք, տղեկ մենակ խոսքով չի, արեք, խնդրում եմ դա։ Ժորժան, ներողություն բարերիս համար, բայց ես որ փոքր էի դպրոց էի գնում, հա, երրորդ դասարան, չորրորդ դասարան, մենք երեխեքս մտածում էինք, որ ուսուցիչը զուգարան չի գնում։ Իրանք այնքան բարձր էին, իրանք ոնց որ ռշտակ էին մի հատ։ Մենք ընենց էինք վերաբերվում բան, այն չորփա լակոտները մտել են այս ուսուցիչին բան են ասում,
Երեխեք ջան, ձեր ցավը տանեմ։ Մենք բոլորս, բոլոր մարդիկ ունենք մի հատ բան, որը կյանքում հիշում ենք, ամաչում ենք։ Մենք մեզանից ամաչում ենք։ Որ արա sense բան խի արեցի կյանքում եղել էր տես բան եւ այլ բոլորս ունենք այդ բանը այս այն բանն է որ մեծանալու եք դուք ամաչելու եք այս ձեր քայլից այս կնոջը կպնել այդ ով եք դուք ոնց եք տենց արել այն մեկնել են տղամարդը երեխեն 2-3 տարեկան երեխա էր ձեռը մտել է այդ երեխեն էլ բաններ էլի ոնց որ Լևոն Քոչարյանն էր այն բանի կնանոջ հետև բախկվել էս էլ երեխեն ձեռը պահել որ բան չլինի հա երեխու հետ Էսի Հայաստանին է չի, էսի էլ եմ ասում, էսի մսրացը ադրբեջանական մեր մեջ։ Ռոբերտ Քոչարյան, դուք իրոք Քոչարյան ես, ես շատ կասկածում եմ։ Լևոն Քոչարյան, դու յան ես։ Ախր տենց բան Հայաստանը չի տեսել, քաղաքում հայոյանք չի եղել։ Մենք միշտ հպարտացել ենք, որ Երևանում դու հայոյանք չես լսի։ Արա հիմա հայոյանք ա մտել քաղաք, բան ա մտել եւ այլ եւ այլ։ Արա դուք ով եք, արա։ Հիմա բանը սկսել ժողովուրդ մոտարապես մի 100 հատ fake edge-երով ինձի պրիվատում գրել են բանում դու արդեն չորնի սպիսկում ես քեզ վերացնելու են քեզ բան են կանելու հա ինձ վերևների զանգում են Գորջան Երևան հələ որ մի արի որովհետեւ մենք քեզ ախրանա կտանք բայց հիմա որ դու մտնես հա նետու գարա ինչքան էլ ախրանալնի բան արա ես պրինցիպիալի Երևան եմ գալու հիմա արա բայց դուք ով եք Մի հատ կին էին վրես բան արել Երևանում Ժողովրդյան ես ինչքան քայլում եմ sense Եվրոպեն մեկ ինչ-որ մարդ է մոտիկանում գրկում բան ես մի շատ բանով հա գրկում եմ այդ մարդուն եւ այլն մի հատ կին է մոտիկացել ուր եք տանում ես ազգին ես իհարկե ձեր էֆիրները չեմ նայում բայց դուք այնքան վատ մարդ եք որ դուք Նիկոլ բան ու Ալեն Սիմոնյանը թքում այրեսներին մարդի ես էլ եմ հեսա թքելու Во-первых, есть причем Ален Симоньяна причем. Во-вторых, բայց հասկանում եք, այդ կնոջը հարցակել էին իմ վրա, այդ կնոջը ասել էին։ Կնոջը ես բան չեմ ասի։ Սուս, կարելի լռել եմ։ Ասեց, սուս գնաց բանը, կաֆե դեմ կանգնած ծխում էի։ Հա, վիտոգի մտա կաֆե, որ չշանակի, արդեն հա, բան։ Դե կնոջը ինչ ասես։ Իրանք այդ մեթոդներով են աշխատում։ Կնոջ մեջքին պախկվելով, երեխուն ձեռը պահելով, հարցակվելով եւ այլ։ Դա ադրբեջանական հայկական չի։ Ես ձեր լեզվով պատասխանեմ ձեզ, սքիմ։ Ես Հայաստան եմ գալու։ Ублюдки, просто ублюдки։ Կանե պարլամենտում հայոյանք ես անում, կնոջ դեմ հայոյում ես, կնոջ մեջքի հետև պախկվում, արա, գնացել էր կաչացել եղել, որ դու բան ելնեիր, հա, մի քիչ ուժեղանայիր, որտև ենքան չմո էիր։ Արտուր Աբրահամի հետ էր մանգալի, որ բան չասենք ես, պրգես Արտուր Աբրահամ, արա։ Предмет из тонкого резинового изделия, ես եմ քեզ ասում, լևիկ։ Լավ, Ժորժյան, անցանք այդ բաներից, ենքան եմ չգանացած ուղակի։ Ուրեմն, խոսենք, մենք ես մի երկու բառ ուզում եմ խոսեմ մեր ռազմաարդյունաբերությունից մինչև այդ մի բան ասեմ մեր էկոնոմիկան իրոք բարձրանում է այս տղեկին չեն թողում աշխատեն իրանք իրանց հերթին են սխալներ անում հիմիկվա կառավարությունը սխալները անում է բայց այդ սխալների հետ մի հատ էլ չեն թողում իրանք աշխատեն օրական մի բան գլխներին սարքում է որ պետք է վատ լինի տեսակ ինչ վատ է Նիկոլի վաղ տեսակ ինչ վատ է ձեր վաղտից լավ է Ես կպատմեմ, ես մյուս էֆիրում կպատմեմ, Կուտոյանի տղեն ինչ արել Հայաստանում, Լիսկայի բանի տղեքի սաղդ լսած կակ, ես կպատմեմ, մի քիչ մանրամաս կպատմեմ, կիմանաք, էլ եմ ասում, их это не устраивает, когда есть нормальные человеческие лица, их это не устраивает. Հիմա Հայաստանի էկոնոմիկան այնքան է բարձրացել, ու Հայաստանը այնքան կա, Կիրկորով, Կասպարով, արա դուք հայ դարան, արա հիշել եմ, որ հայ են, Հիմա մտնում են էֆիրներ, են էլ ասում հայ եմ, են էլ ասում հայ եմ։ А где вы были? Гарри Каспаров, где ты был? Кто ты по национальности? Бакинец ты говорил? Вот оставайся, сука, бакинцем. Ֆիլիպ Կիրկորով, դու ով ես եղել, արա։ Ոչնչություն, հերդ չոքած կռունկներ երկում, դու ասում ես я болгарин, հիմա հայ ես դարել։ Кому ты сейчас нужен, пидор?
Հա, մենք այդքան ենք բարձրացել, որ սա հիշում են, որ հայ են։ Այդ ոնց որ բանը գերմանացիները մոմենտ հիշեցին, որ իրենք սա գերմանացի էին։ Ու մենք հասկացեք մի բան, էկոնոմիկան եթե բարձրանում է, ժողովուրդ ջան, բարձրանում է ամեն ինչը։ Թե Հայաստանի կարոտն է, դրուկ զարթնում։ Ես փոքր ժամանակ շախմատ էի պարապում ու բոքս։ 3 տարի շախմատ եմ պարապել եմ պարոն Մովսիսյանի մոտ 7 մասում եւ պարոն Տիկին Ջուլիայի մոտ շախմատ տանը։ Ու բոքսը պարապել եմ աշխատանք Ալեքսանյանի մոտ, բոքսն էլ 3 տարի։ Հա, մի հատ sense բան է արել էլի իմ արևին խելքով։ Այնտեղ ամենախելքովն է, այնտեղ ամենաուժերն է եւ այլ։ Մենք այդ շախմատ խաղալու ժամանակ այն վաղ Կասպարով Կարպով պարտիաներն էր գնում։ Վայ, Կասպարովը հայա, մենք բանը Կասպարովի կողմից ենք գնում, Կասպարովին բան են ասում, մի անգամ չասես հայա։ Ябакинец. Քեզ ինչ է Հայաստան տարա։ Ты сейчас не нужен։ Դու ինչ են տվել, շատ սխալ են արել, որ քեզ տուն չեն տվել Հայաստանում։ Այո, դա շատ սխալ է։ Բայց դու Հայաստանից ես նեղանում։ Ասում է 35 տարի բանը դու հիշում ես, որ հայ ես։ Դիվացին եկուտը։ На выход։ Ուրեմն լավ, բանից խոսենք, ժողովուրդ ջան։ Ռազմավարության սոտքի վերադառնանք խոսենք։ Մեր մոտ իրոք լավ բաներ ստացվում է, այս հնդկական ակաշը որ գալիս է, դա շատ ուժեղ բան է, դա հակաօդային է։ Մի բատարեան կար, երկրորդ բատարեան գալիս է։ Բատարեя դա մի հատ չի։ Բատարեя это батарея։ Это целая система, это մի քանի հատ են, это շատ մощный բան է։ Причем իրան գալիս են բաներով իրան սիստեմաներով, որ հետևում են, կա ակտիվ, կա պասիվ, կա կիսապասիվ։ Բոլորը գալիս են պասիվով։ Ակտիվը միանգամից երևում է հերվից։ Այս 44 օրվա պատերազմի ժամանակ ժողովուրդ ջան, մեր ակտիվ էր։ Միանգամից տեսան իրանք առաջի հերթին այդ ակտիվին խփեցին։ Հիմա մենք даже բան չի պոլուակտիվնի այդ ակաշի հետ գալիս է պասիվը։ Իրան չես կարող գտնես։ Պլյուս գալիս է հրթիռները հետը։ Մեր օդը փակվում է, պլյուս Ֆրանսիայից է բան գալի։ Ես հիմա բաներ եմ ասում, ժողովուրդ ջան, որը բացի ինֆորմացիա է, բաներ կա, որ չեմ ասի, որովհետև փակա ավելի հզոր բաներ կա։ Հա, մենք ստացել ենք այն հրթիռները այն պետք է ստանանք, հələ որ ասված հերուպայի։ Հա, գալիս է։ Ու մեծ աշխատանք է տարվում այդ թեմայով, հիմա այսօր առաջի անգամ եղավ այն բանը, որ Բրիտանիան իր военный атташе նշանակեց Հայաստանում, Հայաստանն էլ Բրիտանիայում։ Военный атташе, чтобы вы понимали, ժողովուրդ ջան, դա это не просто так. Да, եթե ինքը եկել է այնտեղ գործ արվելու։ Բրիտանիա это не խալամբալամ, ասենց ասեմ։ Մեծ աշխատանք տարվում է։ Ես էլի շնորհակալություն եմ ասում նորից։ Իհարկե դա մենակ Մխիթար Հայրապետյանի աշխատանքը չի, բայց ես գիտեմ, որ իր աշխատանքը միած սարա։ То есть եղել է հավասար, միած սարա ու էլի սա հավասար։ Մխիթար Հայրապետյանը դա այնքան գործ արվում, որ Причем կրկնում եմ բոլորիդ, ժողովուրդ ջան, ընկերս չի, որ իրան սենց այսքան գովամ։ Ես իրան չեմ ճանաչում այդ մարդուն։ Հա, եղել է խոսակցություն, մի անգամ բան, սենց բան։ Ես աշխատանքն եմ տեսնում։ Տեսնում եմ, որ ֆիրմաները աշխատում են։ Հələ տեսեք դավարոն ինչ է անում։ Մենակ դավարոն չէ, ասում եմ, 6 տասնյակից ավել ֆիրմայի աշխատում հիմա Հայաստանում։ Այո, ֆինանսավորում են։ Հետաքրքրված են։ Ժողովուրդ ջան, ինչը նորը մտածվել է, բանը թազա բանա բացվել, ինչ որ թազա բանա արտադրվել, առաջի հերթին բանակն է նայում։ Հետո նոր գնում է գражданка։ То есть եթե մի հատ չիպա բացվել կամ չգիտեմ ինչ է բացվել եւ այլ, հա, կարացել են տեղի կանեն։ Բոլոր երկրներն մատը տենց։ Առաջի հերթին գնում է բանակ։ Ու հա, ես շնորհակալ եմ Մխիթար Հայրապետյանին, որ ինքը այդ բաները проталкивает, делает։ Մերսի, ես բարշուն եմ, մերսի։ Արտակ Ղուկասյանը շատ լավ ճանաչում եք իրան։ Մխիթար Հայրապետյանի հետ, հա, բանում զալում նստած մարդիկ հարցեր են տալի բան, Արտակը մի քանի հարց տվեց Մխիթար Հայրապետյանի պատասխաններից, Արտակը ասում է, գոր ասում է, էդի ոնց որ ես ու дու խոսեինք։ Ասում է, ուզում է եթե կպնեի սենց իրան ասի, ապեր մի գնա, էլի հետ մնամ, էլի սենց։ Повторяю, потому что появились нормальные человеческие лица. Իսկ դա լևիկներին, Ռոբերտներին, ձեր չի տալիս։ Повторяю, суки։
Ձերս ընկնեկելի։ Ժորժյան, ուզում եմ խոսեմ Նիկոլ Փաշինյանը, որ գնաց մայիսին, ես շատ դեմ էի, չեք պատկերացնում ինչքան sense ներվայնացած։ Բայց մի հատ բան կա։ Ես ուսամ դա տենց է, ու ինձ զանգեցին, ասեցին, որ դա տենց է, որ ինչ-որ բանի դեմ է գնացել ինքը Մոսկվա։ Եթե տենց է, без проблем ժամանակը ցույց կտա ու ինձ թվում է շատ մոտ ժամանակը ցույց կտա։ Ոնց ռուսական սահմանապարները դուրս եկան Զվարթնոցից։ Չեմ մտածում, որ Գյումրի բազան դուրս կգա, չեմ մտածում տենց բան։ Բայց ինձ թվում է ինչ-որ լավ բաներ սպասվում են այդ արածը։ Ռուսները շատ են սիրում սիմվոլիկա։ Վայ, հենց այս օրը պետք է լիներ բան։ Ես կրկնում եմ սա, հա, ասել եմ արդեն մի հատ եմ կրկնում։ Ինձ թվում է այստեղ որովհետև ես վերևից մի քանի մարդու հետ խոսեցի։ Դա ասում եմ, գոր, կա տենց բան, ինքը չի գնացել просто так, там есть определенные причины։ Պարանները կտրելու Ռուսաստանի հետ կապված։ Տեսնենք։ Մենք վերջապես անկախ պետք է դառնանք։ Մի հատ բանել ասեմ, հա, ուրեմն այս ինչի կատարվում է պարլամենտում, ինչի կատարվում է Մերձևանում, ինչի կատարվում է բանում։ Մերձևան, կստացի, Շմայզ ոնց ես։ Ես հոտ գիտեմ ոտերը որտեղից է աճում, Շմայզ։ Զբաղվեք, այս հարցերով զբաղվեք։ Ուրեմն օրգանիզացիոնը, հա, դա պետք է լինի։ Ուրեմն թե Մերձևանը, թե պարլամենտում որ եղել է թե բանը, Ժորժյան, դա ամեն ինչը մեզանից է գալիս, որ մենք օրգանիզացիա չունենք։ Տեսեք, ես Իսպանիայում եմ ապրում, հա, ես շատ եմ սիրում Իսպանիան գիտեք, որ գրավել է ամբողջ Ամերիկան, սաղ աշխարհում ինքը գրաված ուներ բան, բայց իրանք եթե մասշտաբնի պատերազմ էին ունենում հանգարց անգլիացիների դեմ, իսպանացիք պարտվում էին։ Նայեք ինչից է գալի դա։ Եթե լինի մի հատ իսպանացի, մի հատ գերմանացի կամ մի հատ անգլիացի, հա, իսպանացի դեմ մեկ որ հանդիպեն, գերմանացին թե անգլիացին պարտվելու է։ Սրանց գժվեցնել չի կարելի։ Իսպանացիք ահավոր բարի են, ահավոր։ Բայց որ գժվեցրիր, քալեն թափում է, ինձ հայրեն ասաց, հա։ Բայց 100 իսպանացի, 100 անգլիացի, իսպանացին շանս չունի։ Գիտեք ինչի։ Օրգանիզացիա, հասկանում եք, Ժողովուրդ ջան։ Մենք то есть դիսցիպլինա օրգանիզացիա մենք մեր մեջ չունենք։ Դա պետք է մենք բերենք դրան հասցնենք։ Մենք ասում ենք մենք յուժնի ազգ ենք, դե յուժնի ազգերը չունեն բան, չէ, հрьяաներին նայեք, Իսրայելին նայեք, յուժնի ազգ են։ Լավել ունեն, լավել դրել են, մցրել են մեջները, ու իրանք լավել օրգանիզованный ազգ են։ Ու տեսեք ինչ հաջողությունների հասան։ Կարանք։ Ուզենանք, կարանք։ Ուրեմն, բայց իմенно օրգանիզացիա, որ բանը ուրեմն անգլիացի բանը նետահարները, հա, որ կային։ Ուրեմն 5000 նետահարը 36000 ֆրանսիացի ռիսերների դեմ կրվեց։ Ու նետահարները անգլիացի հաղթեցին, բոլորին տապալեցին, հա։ Именно потому что была организация Ֆրանսիայի ռիսերների դեմ խաղ չկար այն ժամանակ միջնադարերում, նրանք հա, ինչ ուզում էին անում էին, ոնց ուզում էին անում էին, իրանցից վախում էին։ Անգլիացիք այդ սիստեման մտածեցին։ Ու իմенно նետերով, даже ближний бой չի եղել։ Ու ներողություն եմ խնդրում, այս բանը որ ցույց ենք տալի, որ ասում եմ։ Ես գիտեք որտեղից է։ Այդ անգլիացի նետարներից է։ Այդ որ նետը քաշում էին, հա, հետո բոյից հետո իրանք ցույց տվին որ մենք sense այդտեղից է եկել դա։ То есть дисциплина, организация, организованность մեզ պետք է։ Никуда мы от этого не денемся, մենք կամ այդ անում ենք կամ մենք չենք աճում։ Ու մենք եկեք Շվեյցարիայից ավելի շատ օրենքով երկիր չլինենք կամ Գերմանիայից։ Գերմանիան ռուսական պարտիան արգելեց։ Վերցրեց ու արգելեց։ Դաշնակները ինչու են Հայաստանում ցենց ֆրֆռում, պարլամենտում ֆռում։ Ես ամեն ինչ անում էր գլխին։ Մենք պետք է արգելենք, մի քիչ ժոստի օրենք մտցնենք։ Բանը որ վայ ես նեղանում եմ որ ինձի սենց բան են դրել շտրաֆ են դրել բան Ղարաբաղցի տղակա որ բանը շտրաֆեր են դրել վրան մեքենան արագությունա բաներել այդ տուն ես շատ եմ հարգում ապրիջան մեծ հարկանք բայց էլ չեսանի չէ այդ շտրաֆերը որ վրետ եկան էլ չեսանի չէ հիմա պետական այդ ամեն ինչը պետք է եթե ուգրոզա եղել հայոյանք եղել օրենքա որ սերական հայոյանք է դա քրականը
Ֆաշե դենց օրենք։ Օգտագործեք։ Օրենքը գրում ենք ինչի համար։ Օրենքա որ ասենք Հայաստանը անկախ պետություն չի, որ մեկին պետք է միանանք անկախությունը կորցնենք, քրեական գործա թե չէ։ Կա։ Բա օրենքները գրում ենք, հա, ասես թղթի վրա գրում ենք, մոռանում ենք։ Ժորժ ջան, մենք ահավոր մեծ պոտենցիալով երկիր ենք, ահավոր մեծ։ Բայց մեզ պետք է օրենք մի քիչ ժոստես, որ մենք կարողանանք աճենք։ Այս ամեն ինչը որ թույլ են տալի, դա այն մարդիկ չեն, որ հիմա ինձ լսում են, հա, որ բան լսում են TikToker-ը, մեր են քրֆում, բան են անում, դուք հասկացեք, որ իրանց մասանել է շատ։ Իրանց պետք չի օրենք, իրանց պետք է, որ իրանք կարանան այսօրվա օրով, այդան մեկին, ես Երևանում ինտերնետ կլուբ ունեի ժամանակին, շատ տարի առաջ, Ջան, հա, այմար գիշեր նստած են տղեկը, ինչ-որ չատերի մեջ, բանի մեջ, բան, մեկին մի 30 հոգի գալիս է, այս ինտերնետ կլուբից մեկին քաշում հանում, դուս ծեծում է, հետա շփրտում ես ինտերնետ կլուբ, այս ընկերներին գրում է, այս ընկերներն են գալի մի 30 հոգի հավաքվում են, գնում են նրանց են բռնում, բան եւ այլ, օրենք չկա, բան չկա, ով ոնց կարա եւ այլ։ Հələ դե Իսպանիայում փորձի մեկին խփի։ Հերախոսը ձեռից է ստանում են Ժորժ ջան։ Խփեց այս մարդուն։ Գիտեք ինչ օրենք կա։ Էլ կողմից քնչականից դուրս չի գալի։ Դաժե հերախոսը ձեռից է որ փրթում են, չէ իրանք չունես խփես։ Այո, օրենքը պետք է լինի։ Ու ես բան եկցել այնտեղ մի հատ շատ լավ տղա խոսած, շատ ճիշտ խոսած։ Մենք գնում ենք Եվրոպա, մենք օրենքը հարգում ենք, սիրում ենք, պաշտում ենք, գալիս ենք Երևան, մենք ենք, չէ։ Մենք առաջինը Երևանում ենք դա անելու։ Հայաստանում ենք դա անելու։ Օրենքը պաշտելու ենք։ Տակացած երկաթով ստիպել օրենքը պաշտելը։ Այդ ժամանակ մենք կսկսենք աճել։ Ոչ թե օրենքը գրեցինք թղթի վրա, մոռացանք գնաց։ Ես Արսունի մասին մի հատ էլ ասեմ, Ժողովուրդ ջան, որ հա, իր գիրքը 20 թվին գրած, 23 թվին Զալուժնին, մինիստրը обороны Ուկրաինի, որը կռվում է, ցիտում է Արսունին, բառ առ բառ։ Մենք մեր մասնագետներին պետք է գնահատենք։ Արսունի մասին սրանք ինչ ասես չգրին։ Բայց ձեր դեմը դնում են փաստ։ Մենք մեր մասնագետներին պետք է գնահատենք։ Նույն Սամվել Բաբայանը հիմա ընդեղ ասխալարել եւ այլն, բայց իր նման ստրատեգ Ժորժ ջան շատ քիչ է։ Մենք պետք է Սամվել Բաբային մեր կառավարությունը թույլ տար աշխատել։ Ուղղակի ես չգիտեմ ինչ այնտեղ կարող է ինչ-որ բաներ կա, որ ես չգիտեմ եւ այլն, բայց այն որ ինքը ստրատեգ է, այ մարդ երկու օր մնացել որ Արցախը ստորագրելու են հանձեն, ասում է տվեք, ես կփրկեմ, չտվին։ Էլ արդեն կործանում անդունդա գնում է, վсё, բան, էլի չտվին։ Փորձեիք էլի։ Ախր այդ մարդը Քարվաչարապա է։ Ժողովուրդ ջան, չի կարելի լեգենդներից բանել, մեր լեգենդներից մեկը, որ սա պաշտում են Քարվաչարը ասեց չեմ կարող պայեմ։ Ինքը դուրս եկավ Քարվաչարից, Սամվել Բաբայանը ասեց ես կպայեմ։ Հա, ինքը եկավ դեղ Քարվաչարը, ինքը պայեց։ Կետի փաստա։ Ուղղակի այդ լեգենդի անունը չեմ տալի, պետք է, լեգենդ ունենանք։ Այդ Սամվել Բաբայանը պայեց։ Լավն է եղել, վատն է եղել, չգիտեմ ինչ է եղել եւ այլ, փաստ եմ ասում։ Ու եթե 5 կրվող տղեկին դուք արսեք, բոլորը կասին, այո, դա տենց է եղել։ Այմարդ եկեք գնահատենք մեր Արցունի նման, Սամվել Բաբայի նման եւ այլ մեր բաներին բանակից հասկացող գլուխ հանող, արա, այս ինչ է գոնե կատարվում, այդ մարդկանց գնահատենք, իրենց քիչ առաջ տանենք։ Չգիտեմ, հնարավոր է ինչ-որ բաներ կա, որ ես չգիտեմ, որ բոլոր դեպքերում դուք հասկանում եք, որ շատ բան եմ ասելու, բայց չեմ ասում, դեռ չեմ ասում։ Մի հատ էլ հիշեցնեմ ինձ վախեցնողներին։ Խլեշը գիտեք ինչ է։ Ես Երևան գալիս եմ ու սաղին խլեշ եմ անում։ Իզնայչալն է։ Կպնելու հետ թեմա չունեիք, հիմա ունեք արդեն։ Փորձվեք։ Լավ է Ժորժ ջան, դուխով ամեն ինչ լավ կլինի ու իրոք ռազմաարսենալությունը շատ աճում, ես վերջերս այս նորությունները, որ ինձ գալիս է պրիվատ բանով իրանք չունեմ ասեմ, հա, սենց պրիվատով է գալի, ուղղակի ապշեցեմ։ Սա լավ կլինի։ Բոլորդ սիրում են, բոլորդ գրկում են, մենք հայ ենք, լավից լավն ենք։